Գողության վերաբերյալ առաջին հաղորդումը համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվեց հունվարի 10-ին։ Հայտնեցին, որ վերջին օրերի ընթացքում Դավթաշենի երկրորդ թաղամասում գտնվող կիսակառույց շինության տարածքից գողացել են շինարարական 150 հենասյուն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, ում ինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցառումներ, հունվարի 16-ին ստացվեց նոր հաղորդում։ Գիշերը նույն կիսակառույցի տարածքում վնասել էին տեսահասքող սարքի լարը եւ գողացել շինարարական ապրանքներ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումները համայնքային ոստիկաններին հասցրին Զովունի գյուղ։ Հունվարի 19-ի երեկոյան հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեց Զովունու բնակիչ 25-ամյա երիտասարդ։ Բաժնում նախոստովանեց արարքը, նաև հայտնեց, որ գողացված ապրանքն արդեն իրացրել է։ 25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ, որում ըստ նրա մարիխուանա էր անձնական օգտագործման համար։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա հենասյուների գողության մի փորձ էլ կատարել է հունվարի 18-ին, ինչը կանխվել է սեփականատիրոջ կողմից։ Դավթաշենի համայնքային ոստիկաններին նաև հաջողվեց մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի տարածքում հայտնաբերել գողոնը։ Վնասի չափը կազմում է 1.5 միլիոն դրամ։ Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները նախաքննության պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։